այդ անձը կեղծիքի հետևից տարածում է։ Ամեն օր մի նոր կեղծիք, նախորդ օրվա ասածը հերքում է, վերաձևակերպում է եւ այլն։ Այս ցավոք սրտի, այս երևույթին, այս սուտի ու կեղծիքի տարածմանը մենք ականատես ենք ամեն օր։ Ինքը ինչ վերաբերում է մկրտության վկայականին կամ առհասարակ պսակադրության կամ որևէ այլ վկայականի, ինքը իրավունք չունի եւ չի կարող որևէ վկայական տալ եւ ինքը շատ լավ դա հասկանում է։ Սկզբում փորձեց մարդկանց խաբել, թե կտանք, հետո հասկացավ, որ այդ կեղծիքը երկար կյանք չունի, որովհետեւ ինքը որևէ կնիկ չունի, որևէ իրավասություն չունի եւ որևէ կերպ չի կարող մարդկանց օրինական վկայական տալ։ Կարող է թղթի վրա ինչ-որ բան գրի, բայց դա որևէ օրենքի ուժ չունի եւ որևէ տեղ չի կարող ճանաչվել։ Եվ մյուս կարևոր հանգամանքը, եթե մարդը այնտեղ պսակադրվում է եւ կամ մկրտվում է տվյալ անձի կարգալույց քահանա հոգեվորականի ձեռամբ, այդ մկրտությունը մկրտություն չի եւ այդ պսակը պսակ չի։ Այսինքն, եթե այդ անձը հետո ուզենա գնալ որևէ այլ եկեղեցի պսակադրվելու, իրան պետք է մկրտենք նորից։ Այսինքն դա նորից չի, որտեղ նախորդ կատարած ծեսը անվավեր է։ Այդ մարդը պիտի մկրտվի, որտեղ ինքը ուրիշ տարբերակ կամ ուրիշ ճանապարհ չկա։